Հարգելի հայրենակիցներ, հա, ես հիմա Պարոն Թևանյան, ծանոթացել եք։ այո, Ոչ մի հայտարարություն չէ տանում, կանդալները։ Գիշերը ձերբակալել են Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։ Դատախազը դրա նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։ Խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր։ Կեսգիշերին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից եւ դատախազի քրեական հետապնդում հարուցելուց հետո Թևանյանն անձամբ է ներկայացել քննչական կոմիտե։ Տեղեկություններ ունենք, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները։ Այս մասին Նյուզեեմին ասել է Միեդում հայ գերիների շահերի պաշտպան Սերանուշ Սահակյանը։ Տեղեկությունը փաստաբանին հասել է գերիների ընտանիքներից։ Այն իրականում շատ կծկտուր է, նույնիսկ չունենք պատկերացում կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել եւ վարույթ ընդունվել։ Ինչպես է դա արվել, քանի որ անգամ ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել, նշել է Սահակյանը։ Պաշտպանի խոսքով հավաստի տեղեկություններ իմանալու հնարավորություն չկա, անգամ նոր առաջարկված մեխանիզմը այն է հյուպատոսական այցելությունների եւ աջակցության գործիքակազմը եւս շարունակում են մնալ չկիրառված։ Ռոսպոտրեբնadzորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը, հայտնել են կազմակերպությունից։ Գերատեսչությունից հայտնել են, որ պարտադիր պահանջների խախտումներ են հայտնաբերվել Վեդի Ալկո, Աբովյանի կոնյակի գործարան եւ Շահնազարյան գինու կոնյակի տուն ընկերությունների արտադրանքում։ Կարգավորող մարմնում նշել են, որ խախտումներ են հայտնաբերվել Գետապ Վերնաշեն կարմիր կիսաքաղցր գինու եւ Վեդի Ալկո հարճի T3 Legends Arni սպիտակ չոր գինու մեջ։ Թունդ խմիչքների շարքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել հայկական կոնյակ 5 աստղ եւ Շահնազարյան XO 7 տարվա հնեցմամբ կոնյակների մեջ, այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնել։ Նախորդին Դաշնությունը հայտնել էր, որ ժամանակավորապես կասեցրել են նաեւ ջերմուկի, մրգերի ու բանջարեղենների որոշ ծաղիկների ներմուծումն ու սպառումը հայտնաբերված խնդիրների պատճառով։ Իրանական ռազմական աղբյուրը Թասնիմին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են նոր ռազմական գործողությունների, եթե ԱՄՆ-ն կամ նրա դաշնակիցները թշնամական գործողություններ ձեռնարկեն։ Պաշտոնական Թեհրանը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհանգեցնի ավելի առաջադեմ երրորդ փուլով պատասխանի, որը կներառի նոր զենքեր, մարտավարություն եւ հնարավոր է ավելի լայնածավալ գործողություններ։ Այս զարգացումների ֆոնին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել օպտիմալացնել վառելիքի սպառումը, հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։ Նրա խոսքով ռազմական գործողությունների ակտիվ 40-օրյա փուլի ընթացքում ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածներ են հասցրել երկրի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների, այդ թվում գազային օբյեկտներին եւ Թեհրանում գտնվող վառելիքի պահեստներին։ Անհրաժեշտ է խնայողաբար ծախսել վառելիքը մինչեւ խնդրի վերջնական կարգավորումը։ Թրամփը որոշել է հետաձգել Իրանի դեմ նոր հարվածները դիվանագիտությանը հնարավորություն տալու համար, հաղորդել է The Wall Street Journal-ը, հղումանելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Թերթը հաղորդել է նաև, որ ամերիկացի առաջնորդը երեկ հանդիպել է ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թեհրանի վերաբերյալ հաջորդ քայլերը քննարկելու համար։ Նախագահը պաշտոնական որոշում դեռ չի կայացրել, բայց իր օգնականներին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական գործընթացին ավելի շատ ժամանակ տալ արդյունքների հասնելու համար։ Իրանը Թրամփի բառերով մեռնում է գործարք կնքելու համար։ ԱՄՆ նախագահը չի շտապում գնալ գործարքի, քանի որ դեռ կողմերը վերջնական չեն պայմանավորվել իրանական հարստացված ուրանի հարցում։ Այս պահին ընթացող բանակցությունների ֆոնին Թրամփը հիշեցրել է ԱՄՆ-ի բանակն աշխարհում ամենահզորն է, բայց նաև նկատել, որ երբ այս միտքն ասել է Չինաստանի ղեկավարին, նա չի համաձայնել Թրամփի հետ։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը։ Ես հանդիպել էի նախագահ Սիի հետ եւ նրան ասացի, որ մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը, եւ նա իրականում չհամաձայնեց։ Մենք հիանալի հանդիպում ունեցանք։ Նա իրականում այնքան էլ չառարկեց ինձ այդ հարցում, կասեմ ձեզ, բայց մենք իսկապես ունենք դա։ Իրանը մեռնում է գործարք կնքելու համար։ Կտեսնենք ինչ կլինի, բայց մենք նրանց ուժեղ հարվածեցինք։ Մենք այլ ընտրություն չունեինք, քանի որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք չեն կարող ունենալ այն։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերանշանակվել է բանակցային խմբի ղեկավար, հայտնել են Էլ Արաբիա հեռուստաալիքի աղբյուրները։ Ղալիբաֆը Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային նշանակել է իրանական բանակցային խմբի մամուլի քարտուղար։
Պակիստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, ըստ իրանական TASS-ի լրատվական գործակալության, կողմերը կրկին քննարկել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկների փաթեթը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս էր հայտնել, որ Իրանի հետ պատերազմի դադարեցման հարցում շուտով առաջընթաց կգրանցվի, շեշտելով Իսլամաբադի կարևոր դերը որպես միջնորդ խաղաղության համաձայնագրի առաջ մղման գործում։ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ հրթիռի փորձնական թռիչքն է իրականացրել։ Կադրերում երևում է, թե ինչպես է հրթիռը բարձրանում Starbase մեկնարկային հարթակից։ Starship V3-ը նախատեսված է Starlink արբանյակների ավելի հաճախակի արձակումները հնարավոր դարձնելու եւ դեպի լուսին NASA-ի ապագա առաքելություններին աջակցելու համար։ Ընկերությունը ծախսել է ավելի քան 15 միլիարդ ԱՄՆ դոլար Starship-ը լիովին վերաօգտագործելի տիեզերանավ դարձնելու նպատակով։ Նախորդ օրվա արձակման փորձը չեղարկվել էր ուժ ժամին տեխնիկական խնդիրների պատճառով։